Բարև սիրելի ժողովուրդ, Ողջույն բոլորին։ Սկսում ենք մեր քաղաքական ոդքասթների երրորդ եթերը։ Ինչպես տեսնում եք, մենք նորից փոփոխություն ունենք, քաղաքական տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո ունենք նոր համալրում թիմում։ Կարենին փոխելու եմ եկել ես, ժամանակավոր կամ մշտական վերջում կարող ասել։ Ես դեռ պահպանվել եմ։ Մենակ ակնոցներս չկա։ Ու սրանք դեռ երկար կպատպանվի։ Խոսենք այսօր արտաքին ու ներքին քաղաքական իրադարձություններից, Ներքին իրադրությունից թերևս կարանք ասենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքացիական կինը բաժանվեցին։ Միակ կարևոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում, բայց Արման մեկ էլ պեղաշկի ուտելը կանանք էլ ընդգծեն։ Շատ համով պեղաշկեր են 150 դրամանոց ձեթով են։ Հա ձեթով են, տատիկի սարքած չէ։ Կուկուռուզը ինքի ջևանից, հա դե Տիլիջանի բավարոտների շատ կերած կլինի, հաստատ կգնահատի կուկուռուզ։ Բայց ձեթով պեղաշկին զգում ես։ Ձեթով պեղաշկին ուրիշ մակարդակ այլ արձան սարքել, նոր արձան դնել պեղաշկի։ Պատկերացրեք նախկին Լենինի արձանի փոխարեն ամբողջ հանրապետություն հրապարակում պեղաշկի արձանն Լուսիկ տոտայի ծախած են ձեթով։ Չէ, ոչ թե պեղաշկի, այլ կոնկրետ Փաշինյանի ու պեղաշկին ձեռքը բռնացել sense։ Ես գալիս I love you պեղաշկի, I love you։ Ես գալիս եմ բերում եմ փրկություն։ Խաղաղության պեղաշկի։ Так, Աննայի ու Նիկոլի բաժանման պահով դու նկատեցի, որ այս բաժանման նախորդ օրը Փաշինյանը գրկախառնված էր Լեհաստանի վարչապետի հետ ու իրար սրտիկներ էին ցույց տալիս։ Մի տեսակ հետաքրքիր բան է դա։ Երկու միջին տարիքի տղամարդ գրկախառնվում են, սրտիկներ են ուղարկում իրար։ Լավ է, ես ջիգարով Ու հաջորդ օրը մեկը բաժանվում է։ Совпадение, не думаю. Ուկրաինայի ոնսի ճանաչու սարքեր եւ աթսների մասնագետների խումբ է ուղարկել Հովդանանում ԱՄՆ ռազմաբազաները պաշտպանելու համար։ Էսի Զելենսկին է ասել ժողովուրդ։ Նա հիշեք Զելենսկի երկրորդ անգամ ես ու Կարենը այն անգամ հիշեցինք Զելենսկին, արի մի հատ էլ երկուսով հիշենք Զելենսկին։ Ինչ հիշենք Զելենսկին Կալվեյանի դպրոցն է անցել, ոչ քաղաքական դպրոցը, ընդհանուր ինքեր են անցել։ Հիշում ես մի հատ վիպոս կար, երբ Զելենսկին ասում էր ես հիմա ուղում եմ իմ խոսքը մի մարդումից կախված ամբողջ Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը թեքվում էր դեպի տեսախցիկը Վլադիմիր Պուտին։ Помолчите! Вы что не видите? Я сейчас обращаюсь к человеку, от которого зависит моя, да что там моя, судьба всей Украины. Владимир Владимирович. Владимир Владимирович, заберите меня, пожалуйста, а? Ну хоть за долги, я вас тоже прошу. Ես իր Էրդողանի ոդքասթն եմ շատ Էրդողան, սատի տաղ։ Սա извини։ Извини։ Մենք արդեն այս եթերի ընթացքում երկրորդ անգամ անդրադառնում ենք։ Մենք երկրորդ անգամ հիշում ենք Զելենսկին, զգում ես ինչ կարևոր Հետաքրքիր է այս մարդը, եթե կարելի է իհարկե այդպես անվանել, իհարկե այս նախորդ քննության ներողություն, ինչ պետք չի տանել բաժին, այս քաղաքական կերպարը, ով որ երկիր գնում է կապ չունի որն է երկիրը հատկապես մեծ պետությունն է, խնդրում եմ ինձ ենք տվեք, խնդրում եմ մասնագետներ, մի որոշ շախովակներ, մի որոշ շախով, մի կազակդա։ Այս վիճակում ինքը քաղաքական աջակցություն է ցուցաբերում մերձավոր արևելքի ռազմական գերտերություններին, ԱԹՍ-ներով, ժամանակակից, երբ որ ինքը այդ ԱԹՍ-ները բուկվալն խնդրում է Միացյալ Նահանգներից ու Թուրքիայից ինքը ասում է ես պատրաստ եմ օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թող դու գնա քեզ Ինչ օգնի։ ես կարծում, Շահեդը Սերցովի վրա կգնա Կիևի վրա, թե պատտվելով իրանական։ Որ վախտը գա էլի։ Դե ինձ թվում է ինքը պատտվելով կգնա որտեղ Սերցովի վրա հիմա իր վիճակը մի քիչ խառնում է, պատերազմը всё же։ Դες այդքանը մտածել է ինքը, այս շահեդները ոնց կան թափել գալիս է։ մտածել գիտի։ Դե գոնե մի չուչուց էս թեթևի մեջ է։ Մենք բացահայտեցինք որ Զելենսկին գիտի։ Ես բացահայտեցի, ես յուտերից է։ Այս ուղարկում ենք Նոբելյան մրցանակաբաշխության։ Զելենսկին գիտի մտածել։ Կտան այդ Նոբելյան։ Լիբանանի կառավարությանը կոչ է անում ապահովել հրադադարի պահպանումը եւ զինադատել Հեզբոլլահին։ Հիշենք Բենյամին Նեթանյահուին, արի հիշենք երկուսով։ Արի հիշենք Բենյամին Նեթանյահուի մայրիկին։ Այս նկատիում է էլի լավ ձևով հիշենք մի հատ։ Մի հատ մեմով։ Ես չգիտեմ, մեմ ոնց ասեմ, այն ամեն եղելա չէ, բա որ ասես իշխում մի հատ բանի նայում ես ու զզվանքդ միանգամից գալիս է։ Այդ Բենյամին Նեթանյահուն։ Այդ դեմքը, ճակատի այս ծալքերը, այդ չգիտեմ, այդ Ալիևն է, այդ Էրդողանն է։ Այդ երբ որ ուզում ես հեռախոսի էկրանից ընկով ինչ որ մեկին ապտակես։
գնդակահարես, այս 4-ն են իմ Մեր համար։ ամենադաժան ձևով սպանդեցին։ Ահա, այն որ բոցկա է, որ ասում է Կամա Սուտրայի 50-րդ էջը։ Այ այդ է լրիվ։ Դե արի մասա, քո ինչ գործն է Հեզբոլլահը։ Քո ինչ գործն է հարևան Արա պետությունը։ բարի եղի քո պետությունը պահի, ունես պետություն, շանս ա եկել ձևը, ես իմ ոնց են իհարկե շանս ա եկել որ պետություն ունես, բայց չես պահում։ Գիտես ոնց Իսրայել պետության հարցում Ինտերվենցիա տեսակետը պարզ է։ Իմ տեսակետն է Իսրայել պետության հարցում, որ այդ պետությունը պետք է դադարի գոյություն ունենալ։ Ծովի ափից մինչև գետի ափ պետք է լինի մեկ ազատ Պաղեստին։ Որովհետև շատ սխալ քաղաքականություն են իրականացնում այս մեր Իսրայելի ղեկավարությունը։ Փոխանակ բավարարվեն իրաց հնարավորությամբ։ Իսրայելը գոյությունը դա արդեն մեծ սխալ է։ Իսրայել պետությունը որպես ազգային պետություն Պաղեստինի տարածքում չպետք է գոյություն ունենար, որտեղ ինչա իրանից ներկայացնում սիոնիզմը։ Սիոնիզմը ինքը փաստացի հրեական նացիոնալիզմն է։ Պանթյուրքիզմի զավակ Հրեական տարբերակը, նույն գերմանական արիական Նույն ռասայի շարունակությունն է։ մի ազգի գերակայությունը մյուսի վրա է։ Այդ նշանակում է ապարտեիդ, այդ նշանակում է խտրականություն, այդ նշանակում է, որ եթե դու 8 սերունդ 8 դար արդեն ապրում ես այդ հողի վրա, կարող է Լեհաստանից ռանդոմ մեկը ունի հրեական արմատներ։ Օրինակ Բենյամին Նեթանյահունով ծնվելով մեծացել է Լեհաստանում, կարող է հայտարարել, որ այս հողի տերը ես եմ դուրս արի քո տնից, 6 տարի պետքա ծառայես այս պետությանը, որ ստանաս քաղաքացիություն, բայց դու տեղ ապրում ես արդեն 8 սերունդ, իսկ ինքը եկել է Լեհաստանից։ Այդ է Իսրայել պետության նպատակը ստեղծել հրեաների պետություն, որտեղ բոլոր մնացածը կլինեն ճնշված, գոյերը կլինեն ճնշված, գոյերը կլինեն ճնշված, ինչ որ նմանություն չես տեսնում հիտլերյան Ուբերմենշ ու Ունդերմենշի մեջ։ Հա, նույն ֆաշիստական գաղափարն է, հա։ Կան գեր մարդիկ այդ իսկական հրեաներն են ու կան Ունդերմենշ մարդիկ, այդ Բատը գոյերն այն է, են։ որ կան առաջադեմ մարդիկ, որ դա աջակցում, նու աջակցելը բացի, Իրենք առաջադեմ ճիշտ են համարում այդ գաղափարախոսությունը, մեկ ազգի գերիշխանությունը մյուսի նկատմամբ, բայց անհիմն։ Հիմնավոր դա չի էլ կարող լինի ռասայական տեսությունը վաղուց գիտության կողմից հերքված է, դա կներեք արտահայտությունը համար ֆու ֆլոյա։ Ես ստորագրում եմ քորեկցիա տակ մի 3 անգամ, դենցա։ Ու ինչ կարամ ասեմ Իսրայել պետության պահով, պետք չի ստեղծել արաբական պետություն Պաղեստին անունով, պետք չի ստեղծել հրեական պետություն Իսրայել անունով։ Պետք է լինի ազատ, անկախ, ինտերնացիոնալ, սոլիդար Պաղեստին պետություն, որտեղ կապրեն ազատ թե քրիստոնյաները, թե դրուզները, թե հրեաները, թե արաբները, թե չերկեսները։ Նույն Պաղեստինում հանգիստ ապրում են հայեր, ովքեր Բեթլեհեմում հանգիստ իրենց գործունեությունն են ծավալում, նույն Պաղեստինում հանգիստ ապրում են հրեաներ, իդեպ անտիսիոնիստ հրեաներ, ովքեր իրենք են այրում Իսրայելի դրոշը անվանելով Իսրայելը fake state, կեղծ պետություն։ Պաղեստինում հանգիստ ապրում են արաբներ, Պաղեստինում հանգիստ ապրել են բոլորը, ինչև են պահը, երբ որ արևմտյան կապիտալիստական գազանների կողմից այնտեղ ստեղծվեց իրենց օթյակը Իսրայել անունով։ Իսրայելը, որ ամեն ինչ ուզում է վերահսկի, ամերիկյան մարիոնետ է։ Վերջին շրջանում ավելի շատ ամերիկան է Իսրայելը Մարիոնետ, մարիոնետ, հա։ Բայց մենք հետաքրքիր բան կա, նայեք, այս ժամանակները փոխվում է, բայց դերը նույնն է մնում։ Ժամանակին ասենք ամերիկան նույն Թուրքիային ուզում էր օգտագործել սովետական միության դեմ, չէ՞։ Հայաստանից հույսները կտրեին մի անգամ ասեն, չէ, Հայաստանը ուժը քխա, ինքը դավելա սովետական պետություն։ Պուչուր կարմիր պետություն է։ Всё, դավելա պուչուր։ Հիմա Թուրքիան Աթաթուրքը կպայքարի, հետ կբերի իրականները։ Դեմ բոլշևիկների։ Հա, պատկեր։ Հիմա նույնն է էսա, Իսրայելին օգտագործում է Իրանի դեմ։ Ինքը երաշխավորված ասում է, դե օվկիանոսից են կոմի համար կայֆերով ապրեմ։ Դու որպես պատմաբան, Միացյալ Նահանգների տարածքում վերջին պատերազմը երբ է տեղի ունեցել։ Վերջին պատերազմը Նահանգների տարածքում։ Սպասի։ Իմ հիշելով է Այդ տեղի հարավի պատերազմներ, Ռոբերտ Լիներ կարծեմ, որ իրանք իրար կերան իտոգում դրանից հետո Միացյալ Նահանգների, հենց բուն նահանգների տարածքում, դե չեն քաշում են կղզիները, որ դե թե չէ։ Հեսա Գրենլանդիան էլ ուզում կստացի։ օկուպացրել են, կոլոնիաներ էին ստեղծել Նորթ Հարբորը, Միացյալ Նահանգների տարածքում վերջին անգամ պատերազմ տեղի ունեցել 2-3 տարի առաջ։ Բայց Միացյալ Նահանգները վերջին 2-3 տարի ընթացքում մասնակցել են 350-ից ավելի պատերազմին, ռազմական գործողություն։ Մարդիկ ֆինանսավորում են առաջին աշխարհամարտը Նույն պրոքսի պատերազմները մերձավոր արևելքում համար ինչ որ տարօրինակ չի, որ ջիհադիստական, իբրև իսլամ ֆունդամենտալիստական ISIS-ի կողմից Հայաստանում արգելված կազմակերպության
ոչ մի հրյա չմահացավ, մահանում են ուղղահավատ մուսուլմաններ։ Մի հատ հետաքրքիր բան էլ ասեմ, թիվը հստակ հիշում եմ, կարդացի երեք, ասում է, այս մի շաբաթյա այս ինտերվենցիան, որ եղավ Իրանի դեմ, ԱՄՆ-ի վրա արժեցել է $8 միլիարդ։ Իսկ որտեղից են փողերը կուտակվում։ Որտեղ Էփշտեյնը։ Ջեֆրի Էփշտեյն։ Էփշտեյն, Իլոն Մասկ, Իլոն Մասկը լիանց է չիչած։ Մոդել ասենց միացել։ Իրա որ կներեք անդրադարձի համար որ Մասկը միշտ խնդրել է Էփշտեյնի, մեծ Էփշտեյնն ասել է դու հիմարի մեկն ես, ես չեմ թողել։ Նույն Աֆղանստանում բոլորն գիտեն, բոլորին հայտնի փաստ է, որ Թալիբան կառույցը, որը հենց ամերիկացիներին գծեց ընդամենը 5 տարի առաջ, Միացյալ Նահանգները ստեղծել էին ընդդեմ սովետական միության։ Նույն Վիետնամը ժողովուրդ, Վիետնամ, նույն Ամերիկան էլի մտավ Վիետնամ, ուզեց քիթը խոթեց, խցկվեց, ուզեցավ ինչ որ հարցրի, բայց արի ծափեց չտակ, չգիտեմ, լավ հիշենք Վիետնամի ժողովրդին, Վիետկոնգին ու Խոջեմին Վիետկոնգին դուք ջարդեցիք ամերիկացի զինվորականների ոսկորները։ Այս զուտ փաստա ոնց կարա փոքր պետությունը կապ չունի զորքերը հետ ինչքան ես դու ընդհանրապես կապված է կամքից ու դիմադրելու ուժից։ Խոջեմին, Խոջեմին։ Նույն Իրաքի մուտքը հայտարարեցին միջուկային զենք ունի։ Բայց ուր այմա Իրաքը։ Նույն Լիբիա մուտքը երբ Մուամմար Կադաֆին։ Absol Մուամմար Կադաֆին ամենավատն այն քքա հայրան պետք է վերացնենք։ Կադաֆին ջրով ապահովում էր ամբողջ Աֆրիկան իր պետության քաղաքացիներին ապահոված են բենզինավեր։ Ստացի Աֆրիկայի ամենահարուստ պետությունն էր ժամանակ, իրեն ամերիկացի ռասխոդ արեցին ինչպես միշտ։ Ամենիցանը նավթի իրենք դեմոկրատական արժեքների տակ։ Վենեսուելայի նախագահին։ Վենեսուելայի նախագահին օրը ցերեկով էլ Վերջի տարի նոր տարի չեր ացել ումբարի 3 Բուդը հələ սեղանին դրած։ Արա գոնե բուդը հարգեի։ Արա չի կարելի։ Սարքություն չունի թվապես զգացի։ Ասում ինչ լավ մենք նավթ չունենք։ Մեր ունեցած շվեյցարը կարնա։ Մեկ էլ պերաշկի։ Ձեթով պերաշկի։ Հայկական պերաշկի։ Դի դրոշի վրա պերաշկի դնենք, всё։ Երբի վրա արարատանում ենք Պերաշկի։ Պերաշկի։ Կեցային պերաշկի, որը վաղն է գալու։